Բարով վայելենք մեր նոր կենսաչափական անձնագրերը հիմա Բարով վայելենք կարմիր կազմով կենսաչափական անձնագիր կոչվող փաստաթուղթը, թե վայելենք Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունը խեղաթյուրող իրավական վրիպակներ ու տարօրինակ զուգադիպությամբ ուսապարկով քաղաքացիների պատկերներ պարունակող գրքույկը։ Նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան են փաստաթղթերը, սահմաններին փոխճանաչելի փաստաթղթերի մասին ենք խոսում։ Կարմիր անձնագրերը թողարկման փուլում են, աշնանը պատրաստ կլինեն։ Մինչ այդ դիվանագետները, մշակութաբաններն ու պատմաբանները ահազանգում են կոպիտ ու անթույլատրելի սխալների մասին, որոնցով լիքն է նոր անձնագիրը։ Սխալները շատ են, ցավոք սրտի։ Վրիպակներ, սխալներ կամ դիտավորություն կամ անուշադրություն։ Քանի էջից է նոր անձնագիրը։ Այս մասին փաստաթղթի որևէ էջում նշված չէ, թեև ըստ արտակարգ եւ լիազոր դեսպանի միջազգային փորձը կարևորում է այդ տեղեկությունը։ Էջերի քանակը նշված է եւ այժմյան կենսաչափական անձնագրերում եւ դիվանագիտական անձնագրերում։ Քանի էջերից է բաղկացած անձնագիրը, պիտի լինի պարտադիր, պիտի լինի նաև թե անձնագիրը որ երկրների տարածքում է վավերական, իհարկե պետք է լինի պետական հովանավորության այդ կոմպոնենտը։ Կոպտագույն սխալը անձնագրի վերջին էջում է ըստ Վահրամ Կաժոյանի։ Նոր կարմիրում չկա կապույտ անձնագրի հայտնի տեքստը։ Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Այլ երկրներ կիրառում են մի քիչ ավելի երկար տեքստեր, ԱՄՆ-ի դեպքում պետքարտուղարի անունից է, Մեծ Բրիտանիայի դեպքում միապետի անունից, անձնագրի կրողին այդ երկրի քաղաքացուն տալիս է վստահություն, ապահովություն, երաշխիք, որ աշխարհի որ երկրում գտնվելիս էլ դու լինես, քո պետությունը քեզ թև եւ թիկունք է։ Նոր կենսաչափական անձնագրի վերջին էջում միայն 3 անգամ գրված է Հայաստանի Հանրապետություն։ Իսկապես տավտոլոգիա է։ Ինչու է Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում ստանձնել իր քաղաքացիների հովանավորությունը, պաշտպանությունը։ Ինչ են հետապնդել այս նախադասությունը հանելով։ Մութ կասկած ունի դիվանագետը, գուցե Հայաստանի Հանրապետությունը անձնագիրը միայն ճամփորդական փաստաթուղթ է համարում հետագայում այն ստանալ ցանկացողներին շռայլորեն տրամադրելու նպատակով։ Չեմ ուզում պատկերացնել են ապագա պատկերը, որ 300,000 ադրբեջանցիներ պիտի գան Հայաստան, բնականաբար պահանջելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, միևնույն ժամանակ վստահ են պահպանելով իրենց ադրբեջանական քաղաքացիությունը, որը իհարկե ոչ մի պայծառ ապագա չի խոստանում մեր պետականության համար։ Պակաս խնդրահարույց չեն անձնագրի պատկերները։ Կաժոյանը, որ նաև Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարն է եղել, ասում է նաև իր ջանքերով է հայկական լավաշը գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Մեր հայտը գրանցվել է համառ պայքարի արդյունքում։ Պայքար, որ կարող է հոդս ցնդել, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեռքում հայտնվի նոր կենսաչափական անձնագրի թոնրատան պատկերով էջը։ ժառանգության Միջազգային այդ կազմակերպությունը անձնագրում պատկերված լավաշը չի ճանաչել արժեք։ Այս պատկերը հակասում է նորից նույն պետության կողմից ներկայացված միջազգային հարթակում լավաշի հայտի նկարագրությանը, որը չափազանց կարևոր խնդիր է։ Կարող են օրինակ նորից վերանայել հայտը եւ Հայաստանին ներկայացնել կամ հայտի հեղինակներին ասել, որ տեսեք ձեր ներկայացրած թոնիրի այս տեսակը կամ հացատան նկարագրությունը բոլորովին չի համընկնում այն պատկերի հետ, որը որ դուք արտացոլում եք ձեր պետական փաստաթղթում, կամ հայտը վերանայեք, կամ փոփոխեք, կամ գուցե ուղղակի հանենք հայտը։ Դա թոնրատուն չէ, դա թյուրիմացություն է։ Դաշտում թոնրատուն բացօթյա երբևէ չի եղել։ Աբսուրդ է պարզապես։ Լավաշը պատրաստում է 3-ից 5 կանանց մասնակցությամբ, այդ անհասկանալի ուրեմն գետնից բարձր թոնրում թխված լավաշը լավաշ չի։ Լավաշը լվացքի պես չի կախվում երբեք, լավաշը դրվում է շարքերով։ Եվ անընդունելի են Փաշինյանի ներքին գործերի նախարարի արդարացումները, թե շատ դետալներ դժվարությամբ են պատկերվել։ Ամեն ինչ կարող է դժվար լինի, բայց եթե անում ես, պիտի լավ լինի։ 30-ից 80 տարվա պատմություն ունեցող մի պետության մասին է անձնագրում պատկերվածը, նկատում է ազգագրագետ Տաթև Մուրադյանը։ Հայերի այս տարածաշրջանում բնիկությամբ հաստ է հաստատող գետնափոր թոնդրի փոխարեն պատկերված է մի վերգետնյա կլոր բան։ ժառանգության Բնորոշ թուրքերին, ադրբեջանցիներին։ Օրեն այս պատկերով, որը ոչ մի ձև չի ներկայացնում հայկական թոնրատունը, հացատունը, թոնիրը, հազարաշեն կտուրը, երթիկը,
մի պատկեր է, որը կարծես տպավորություն է, որ ինչ որ տուրիստական վայրում այս պահին գոյություն ունեցող կոմերցիոն տարածքներ են նկարել։ Կամ արհեստական բանականությունն է պատկերել այն, ինչ հրահանգել են, կամ աշխատել են հայկական մշակույթից ու պատմությունից անտեղյակ մարդիկ, կարծում են մասնագետները, ամենաշատը ցավում առանց Արարատ պատկերված Խորվիրապի տեսարանի համար։ Նման ռակուրս ստանալու համար շատ հիվանդագին երևակայություններ պետք ունենալ, այսինքն Խորվիրապը նկարել առանց Արարատի։ Չկա հայ աշխարհում եւ ես կարող եմ ասել, չկան օտարներ աշխարհում, որոնց համար Հայաստանը հետաքրքիր է կամ գոյություն ունի առանց Արարատի սիմվոլի։ Փախչել Արարատից, մեջքով կանգնել բիբլիական լեռանը այն չտեսնելու համար, պատմությունը փոխել ըստ քաղաքական նպատակահարմարության դժբախտություն է։ Մուրադյանը հիշում է դեպքեր, երբ զբոսաշրջիկները Հայաստան են եկել միայն Արարատը հայտնի ռակուրսից տեսնելու համար։ Եղանակը շատ վատներ եւ այդ մարդիկ չունեցան հնարավորություն Արարատին տեսնելու այնպես, ինչպես որ մենք լուսանկարներում ներկայացրել էին կամ իրենք ուսումնասիրել էին։ Չեք հավատա, բայց կար մի զույգ, ով դրանից հետո վերադարձավ Անգլիայից, հետո նորից եկան Հայաստան, պարբերաբար ինձ հետ կապի մեջ լինելով, որ այս օրերին Արարատը տեսանելի է, եղանակը լավ է, եւ իրենք նորից վերադարձան մեկ շաբաթյա այցով, որպեսզի տեսնեն Արարատը։ Հաջորդիվ Արագած լեռը Անձնագրում Արարատը չի երևում, բայց բազմաթիվ էջերում երևում են ուսապարկով մարդիկ։ Պատահականություն է։ Կարծում եմ ինչ որ ենթատեքստեր են դրվել, անհասկանալի է, այսինքն մի շարք նկարներում ուսապարկով ինչ որ մարդու ներկայությունը, Անհասկանալի է նաև, թե ինչու են 42-րդ էջում պատկերել ներքին գործերի նախարարության շենքը։ Մասնագետները հիշեցնում են, ընդամենը 4 տարի առաջ այդպիսի նախարարություն գոյություն չուներ ու չգիտես, ինչ կլինի 4 տարի հետո։ Սա ընդամենը այս պահի դրությամբ այս ժամանակաշրջանին բնորոշ մի քաղաքականություն է։ Այս պահի քաղաքականությամբ կարող է մերժվել Արարատը, ընդունվել ուսապարկը, մերժվել ավանդական թոնրատունը, ընդունվել լվացքի պես փռված լավաշը, կարող է մերժվել հազարամյակների պատմությունը, բայց ընդամենը պահի քաղաքականությամբ։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր Կիրակի։